Ես Մարիամ Աբրահամյանն եմ, Արցախի մայրիկների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիր, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ։ Ես իմ խոսքը ուզում եմ սկսել մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից սոցիալ-նախարարի հայտարարությամբ, այո։ Երբ սոցիալ-նախարարը իր խոսքում նշում էր, որ 40+10 դա կարճաժամկետ ծրագիր էր եւ այն ներդրվել է, որպեսզի հետագայում դրան փոխարիներ բնակապահովման ծրագիրը ու այս պահի դրությամբ 40+10 ապրիլ ամսից կրճատվում է, այնուհետև 2026 թվականից դադարեցվում, դա միտված է, որպեսզի արցախցիներին խթանեն, որպեսզի իրենք գնան եւ աշխատեն։ Ես ուզում եմ մի քանի հարց ուղղել սոցիալ-նախարարին։ Որքան է կազմում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվով։ 77,000։ Որքան է կազմում միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում։ 150-ից 200,000։ Որքան են կազմում բնակարանների վարձերը, եթե վերցնենք միջին վիճակագրական ընտանիքի համար։ 150-ից 200,000 դրամ։ Ապա ինչպես պետք է ձեր վճարած 40+10 աջակցության ծրագրի շնորհիվ ընտանիքները կարողանան եւ բնակվարձ վճարել եւ պահպանել իրենց նվազագույն կենսապահովման պայմանները։ Եթե դուք իսկապես չեք հավատում, որ այդ 40+10 ուղղվում է միմիայն բնակվարձերի վճարմանը, ապա ես ձեզ մի առաջարկ ունեմ։ Եկեք դուք պայմանագիր կնքեք տանտերերի հետ եւ մեզ պետք չէ ձեր 40+10-ը։ Միանգամից վճարեք տանտերերին։ Բազմիցս հասարակական կազմակերպությունները ձեզ դիմել են տարբեր առաջարկներով, նշել, որ ձեր մշակած բնակապահովման ծրագիրը չի բավարարում տեղահանվածների կարիքները։ Դրա առաջին ձախողման պատճառներից մեկն այն է, որ սերտիֆիկատների գումարը չափազանց փոքր է, այն չի համապատասխանում բնակարանների շուկայական գներին։ Ասում եք մինչև 5 միլիոն դրամ սերտիֆիկատի գումար եք տալիս։ Եկեք ես ձեզ մի առաջարկ ունեմ։ Մենք այդ 5 միլիոնը ձեզ ենք տալիս, դուք գնացեք ձեր այդ սահմանամերձ բնակավայրերում եւ բնակարան գնեք եւ աշխատեք։ Ինչպես եք մարդկանց ուղարկում սահմանամերձ գյուղեր, եւ սահմանամերձ գյուղում բնակվող տեղացին անգամ ինքը չի կարողանում գտնել աշխատանք։ Արդյոք ներդրել եք որևէ զբաղվածության ծրագիր կամ համայնքներում մարդկանց բնակեցնելու որևէ ծրագիր, երբ մարդկանց ուղարկում եք այնտեղ։ Հաջորդ խնդիրը այն է, որ ծրագիրը չի ներառում խոցելի խմբերին։ Ասում եք, որ կրճատում եք թողնելով անչափահասներին, թոշակառուներին, հաշմանդամներին։ Ես ձեզ մի հարց ունեմ։ Ինչ անի միջև կենսաթոշակային տարիքի հասած բռնի տեղահանվածը, երբ որ դիմում եք ցանկացած վայր աշխատանքի, փնտրում են բարետես արտաքինով մինչև 35 տարեկան որևէ անձի։ Ինչպես եք դուք պատկերացնում, չունենալով աշխատանք, պետք է համ գոյատևի, համ բնակարանի վարձ մուծել։ Երբ նույնիսկ ձեր այս կրճատված ծրագրի շահառուն չի հանդիսանում այդ անձը։ Հաջորդ խոցելի խումբը դա պայթյունի զոհերն են, ովքեր կորցրել են իրենց կերակրողին, այս պահին չունեն որևէ կարգավիճակ, չեն կարողանում աշխատել, որովհետև ունեն մանկապարտեզներում իրենց երեխաներին տեղավորելու խնդիր։ Դուք բոլոր այս հարցերը թողել եք եւ փոխարենը արդար կանգնեք ու ասեք, որ չեք կարողանում լուծել բռնի տեղահանվածների խնդիրները, ամենուր հայտարարում եք, որ լուծում եք խնդիրները, ամեն ինչ անում եք, այդ կերպ սեպ խրելով հայաստանցիների եւ արցախցիների միջև։ Այնինչ մենք նաեւ առաջարկում ենք, որ մենք հասկանում ենք, որ սա ֆինանսական մեծ բեռ է հենց Հայաստանի Հանրապետության համար։ Առաջարկում ենք հայտարարել, որ դուք ի վիճակի չեք։ Մենք ինքներս ձեզ կաջակցենք, որպեսզի դուք միջազգային կազմակերպություններից դոնոր կազմակերպությունից ռեսուրսներ ներգրավեք եւ վերջապես լուծեք այս խնդիրը։ Հաջորդ ամենամեծ խնդիրը դա
բանկային վարկերի տոկոսադրույքներն են։ Այնքան բարձր են, որ նույնիսկ միջինից բարձր աշխատավարձ ստացող ընտանիքները չեն կարող օգտվել այդ ծրագրից։ Ինչ է, դուք կարծում եք արցախցի ընտանիքները ամեն մեկը 20 միլիոնով են այստեղ եկել, որ ավելացնեն ձեր տված սերտիֆիկատների գումարին եւ կարողանան որևէ բնակավայր գտնել, որտեղ եւ կարողանում են ինչ-որ զբաղվածություն ապահովել։ Այնպես չի, որ բռնի տեղահանվածները երազում են Երևանում բնակվելու մասին։ Չգիտես ինչու դա էլ է այդպես ներկայացվում։ Ստիպված են Երևանում բնակվել, որովհետև միայն այստեղ են կարողանում որևէ աշխատանք գտնել։ Սա ոչ միայն լուրջ սպառնալիք է արցախցիների բռնի տեղահանվածների համար, այլ լուրջ սպառնալիք է հենց Հայաստանի դեմոգրաֆիկական աճի տվյալների համար։ Ուստի մենք խնդրում ենք, որպեսզի սոցիալ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը իջնի եւ պատասխանի մեր հարցերին, որովհետեւ լինելով 15,000-անոց կանանց խմբի համակարգով, ամենաշատը շփվելով բռնի տեղահանվածների խնդիրների հետ, մեզ հետ որևէ քննարկում չի արվել։ Ամենուր ներկայացում է, որ ծրագրերը մշակվում են բռնի տեղահանվածների կարիքները գնահատելով, ամենօրյա շրջայց են կատարում համայնքներում եւ հետո մշակվում, չգիտես ինչու ամենաակտիվ ՀԿ-ները, ովքեր զբաղվում են տեղահանվածների խնդիրներով, տեղյակ չեն։ Իսկ ես կարող եմ ասել, որ դուք տեղյակ եք մեր հասարակական կազմակերպության մասին, որովհետեւ դուք մի անգամ մեզ հրավիրել եք տեղահանումից հետո, որտեղ մենք բարձրաձայնել ենք, որ ձեր ծրագրերը կարիքահեն չեն, որից հետո դուք այլևս մեզ չեք հրավիրել։ Ինչ կարող եք մտածել։ Մտածել, որ դուք քննարկում եք այն անձանց հետ, ովքեր տեղյակ չեն խնդրին կամ գուցե լուր կհամաձայնվեն ձեր ասածների հետ, որովհետև իրականությունը այն է, որ ձեր ծրագրերը իսկապես չեն համապատասխանում բռնի տեղահանվածների կարիքներին։ Դուք չեք կատարում կարիքների գնահատում, այլապես ձեր զբաղվածության ծրագիրը եւս ձախողված չէր լինի։ Այլապես այս պահին 25,000 զբաղված ընդամենը չէին ունենա, մարդիկ շարունակաբար աշխատանք չէին փնտրի, ոչ իրենց մասնագիտություններով չէին աշխատի, ստիպված մի քանի տեղ չէին աշխատի։ Սպասում ենք ձեր արձագանքին։